ներել, եթե քո սիրտը դեռ չի ներում, ուրեմն քո սիրտը դեռ չարանում է, իսկ չարանալը նշանակում է չարի իշխանության տակ լինել, այսինքն չարը գործում է քո մեջ եւ դու չես ազատվում դեռ չարից, դու չես մաքրվի, եթե դու չես ներել։ Հիշիր, մենք ներվում ենք այնպես, ինչպես որ մենք ենք ներում, Հայր մեր, ներիր մեզ մեր պարտքերը, մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաներին։ Դա նշանակում է Աստված ներիր մեզ այնպես, ինչպես որ մենք կներենք, այսինքն ես ամբողջովին կներեմ, կներվեմ ամբողջովին, կիսատ կներեմ, կներվեմ կիսատ եւ այլն։ Ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաներին, այսինքն ոչ թե մենք ներում ենք իրանց, դու էլ մեզ ներիր, ոչ, այդ իմաստը չի, որ շատերն են հասկանում, այլ Տեր, ներիր մեզ այնպես այն կերպով, ինչ կերպով, որ մենք կներենք։ Ոնց ես կներեմ, Տեր ջան, արդարա, դու էլ ինձ տենց ների, այ էդ է իմաստը։ Ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաներին։ Լրիվ կներես, լրիվ կներվես, չես ների, չես ներվի, այսինքն ներումը ամենակարևոր, այդ պատկերացրեք ապաշխարության մեջ, Աստծո կողմից ընդունվելու, մաքրվելու մեջ, այդ երկուսյունն է, ներել եւ ներվել։ Ներվել Աստծո կողմից եւ ներել ինքդ բոլորին, ու քեզ նաեւ անպայման պետք է քեզ ներես։ Եթե դու քեզ չես կարողանում ներել, ուղղակի հիշիր, որ մյուսներին, որ դու ներում ես, նրանք Աստծո զավակներն են եւ դու այդ սիրով, այդ բարությամբ, այդ Աստծով լցված ներում ես նրանց, չէ՞, քո ցավերը մոռանում ես։ Դու էլ նրանցից մեկն ես, այսինքն քեզ էլ պետք է ներես։ Եվ հիշիր, ով ես դու, որ պիտի կարողանաս քեզ չներել, եթե քեզ Աստված ներում է։ Եթե Հիսուսը քեզ ներել է ու դու դեռ դրանից հետո պիտի քեզ հիշես ու չներես, դատես քեզ, դատապարտես, մեղադրես, նորից չներես, ով ես դու, որ Տերը պետք է քեզ ների, բայց դու չներես քեզ։ Այսինքն ներում ենք խնդրում Տիրոջից ամբողջ սրտով ներում ենք ուրիշներին, ներում ենք մեզ։ Ու խնդրում ենք, որ Տերը ազատի մեզ ամեն տեսակ չարից, տանի իր հետևից, իր ճշմարիտ ճանապարհով, ցույց տա իր ճշմարտությունը։ Խնդրում ենք, որ Աստված մեզ արժանացնի իրեն, որովհետև մեզ այնց ոչ մեկ արժանի չէ, եւ միայն Տերն է ողորմած, սիրող եւ ներող եւ փրկող, եւ նրա միակ, ամենակարևոր, ամենամեծ կամքը ցանկությունը մեզ այնց յուրաքանչյուրի համար մեզ ներելն է։ Այսինքն Տիրոջը պետք չեն ինչ-որ բարդություններ, որ դու պատժվես, դու պատասխան տաս քո արածի համար, որ նա քեզ ների, ոչ, նրան պետք է քո սիրտը, քո պատրաստական սիրտը, որը որ ընդունում է, որ ինքը սխալված է եւ ինքը մեղավոր է, եւ գնում է խոնարհաբար Աստծուն ընդառաջ եւ խնդրում Հայր, ներիր ինձ, սխալ եմ, սխալվել եմ, ընդունում եմ, ներիր, ողորմիր, ընդունիր ինձ, մաքրիր, ազատիր, պատրաստիր ինձ քո համար, որովհետև դու ողորմած ես, իսկ ես անարժան, բայց ես ուզում եմ քո կողքին լինելու իրավունք եւ երջանկություն ձեռք բերել, ունենալ, Տեր, փրկիր ինձ,